Արյունոտ բախումներից հետո Հալեպի հայերը նոր ուշքի են գալիս։ Վախը, որ Լաթաքիայում տեղի ունեցած ցեղասպան գործողությունները կարող են կրկնվել հայաշատ Հալեպում, մի փոքր ցրվել է քաղաքում մեծաթիվ զինվորականների հայտնվելուց հետո։ Ալլահի անունով ենք երդվում, մոբիլիզացիա ենք հայտարարում։ Սիրիայի կառավարությունն ուժեղացրել է քրդաբնակ շրջանների վերահսկողությունը։ Թեև պետական ապահովական ուժեր իջած են խուզարկություններ գնեն մեքենաներու եւ այլն, որ այլ վտանգներով առաջ կառնվի, բայց մարդիկ դակավին զսկուշավոր են եւ վարժարանները փակ են մինչեւ շաբաթավերջ։ Բոլոր թե պետական թե հայկական բոլոր վարժարանները։ Անցած ծանր օրերից հետո այսօր վերջապես Հալեպում մարդիկ սկսել են դուրս գալ տներից։ Նրանց սիրտը մի փոքր թեթևացրել է համաձայնագիրը, որ կնքել է Սիրիայի կառավարությունը քրդերի ղեկավարած ուժերի հետ։ Ըստ այս համաձայնագրի, Սիրիայի հյուսիսարևելյան շրջանները կանցնեն Սիրիայի կառավարության վերահսկողության տակ։ Համաձայնագրի կետերով Սիրիայի կառավարությունը պետք է ճանաչի քրդերի իրավունքները եւ բոլոր սիրիացիները, անկախ իրենց կրոնական կամ էթնիկ պատկանելիությունից, կկարողանան մասնակցել երկրի քաղաքական նոր գործընթացներին։ Երեք նախագահին կողմէ հետաքննիչ մարմին առաջացավ, մագի ուժեր եկան եւ այլն, աս բոլոր մասամբ մարդոց մտաբախությունները փարադեցին։ Դակավի մտահոգություններ կան բնականաբար։ Երեք այդ համացանությունը կոյացավ, այդ մտաբախությունները մասամբ կփարադի։ Նայած այլևս ինչպես պիտի շարունակվի այս համացանութենեն վերջ կացությունը իրավիճակը ինչպես պիտի լա քետնի վրա։ Երեք Հալեպի նահանգային իշխանության ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի գլխավոր հյուպատոսություն։ Ասել են, որ իրենք Սիրիայի հայ համայնքի եւ Հայաստանի հանդեպ ունեն մեծ ակնածանք ու այդ վերաբերմունքը շարունակական է լինելու։ Հայաստանի գլխավոր հյուպատոսն ընդգծել է, որ Հայաստանը միշտ էլ պատրաստ է աջակցելու եւ համագործակցելու Սիրիայի բարեկամ ժողովրդի ընտրած իշխանության հետ։ Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին փորձը ցույց է տվել, որ նման հանդիպումներից պետք չէ շատ ակնկալիքներ ունենալ, չէ որ Լաթաքիայում տեղի ունեցած սպանդից առաջ էլ Սիրիայի նոր ղեկավարը անվտանգության երաշխիքներ ու համերաշխություններ խոստացել կրոնական փոքրամասնություններին։ Ողի վրեժխնդրության, մանավանդ սանձարցակ զինյաներու երևույթներ կան։ Բնական է, որ այսինքն սպասվեր, որ բայց միշտ զսկուշավոր էին բոլորն ալ, այսինքն որ արիտ չդրվի այսպես բանալու փոխադարձ գրագոցներ մանավանդ քաղաքացիներու մարդիկ զսկուշավոր էին, իրենք վստահեցնային, որ արիտ պիտի չի դան եւ այլն, բայց զովափի շրջանի մեջ եղան ոտնահարումներ փաստորեն։ Մեր հայրենակիցները պատմում են, որ քաղաքների մուտքերն ու ելքերը փակ են դեռ։ Սա նշանակում է, որ մեծ ցանկության դեպքում նույնիսկ Սիրիայից դուրս գալ հիմա հնարավոր չէ։ Լիլիթ Գասպարյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։